Այսօր մենք ձեր հետ ամփոփելու ենք առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև թեմա։ Կրկնություն սկզբից կանենք, դասի սկզբում, այնուհետև կրկնությունից հետո մեր գիտելիքները կփորձենք խնդիրների լուծման ժամանակ։ Եվ այսպես, մենք ձեր հետ վերջացրեցինք եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչություն թեման։ Այս պաստառի վրա այս բոլոր թեմաները մենք ուսումնասիրել ենք։ Եռանկյան անկյունների գումարը, հարց առաջին։ Եռանկյան անկյունների գումարի մասին ինչ կարող ես ասել? Որ եռանկյան անկյունների գումարը 180 Ապրես 180 աստիճան է։ Ինչ կարող ես ասել եռանկյան, կարող եք ասել եռանկյան արտաքին անկյան մասին։ Եռանկյան արտաքին անկյունը հավասար է իրեն ոչքից անկյունների գումարին։ Իրեն ոչքից անկյունների գումարը։ Հարց այսպիսին, ինչ կարող եք ասել եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչության մասին։ Ասա տեսնենք։ Ապրես, և հարց այսպիսին, ինչ կարող եք ասել եռանկյան կողմերի և անկյունների, այն եռանկյան կողմերի և անկյունների մասին, որի երկու անկյունները իրար հավասար են։ Ասա։ Եթե եռանկյան երկու անկյունները հավասար են, ապա անկյունը հավասարացնում են։ Ապրես, փաստորեն մենք հավասարացնում եռանկյան համար ուրիշ ձևի սահմանում ունենք։ Հիշում եք այդ սահմանումը։ Հիմա հակառակն է, ով կհիշի իրական սահմանումը հավասարացնում եռանկյան։ Ասա ճիճակ։ Շատ ապրես։ Հիմա հարց, մի հատ խնդրի նման այսպիսի հարց տա, եռանկյան արտաքին անկյունը սուր էդ։ Ինչ կարող եք ասել տվյալ եռանկյան մասին, ինչպիսի եռանկյուն է, մտորեք, ուրիշ, ասա տեսնեմ աղջիկյան, Այդ եռանկյունը ինչի համար։ քանի որ եթե արտաքին անկյունը սուր անկյունն է, ուրեմն իրեն ցանկյունը 90-ից 6 cm-ն Ապրես, իսկ եռանկյան մեջ եթե մի անկյուն 90-ից բարձր է, ապրես շատ, Լուիզա ջան, արի աղջիկ ջան, հիմա գծի եռանկյուն, հանգիս, Լուիզա ջան, եռանկյուն ես գծում, գծի այստեղ եռանկյուն, գծի, ապրի Լուիզա, արի անուն դնենք եռանկյանը, Լուիզա ջան, B և C անկյուն, ճիշտ է, և C անկյուն, հարց այսպիսին, Լուիզա ջան, եռանկյունը քանի կողմ ունի, Լուիզա, եռանկյունը քանի կողմ ունի, 3 ապրես, քանի գագաթ ունի, 3, քանի անկյուն ունի, 3 ապրես, քանի գագաթ ունի, 3 ապրի Լուիզա, նստի Լուիզա ջան, ապրի Լուիզա, նստի, հիմա մենք քան ակադեմիայի միջոցով կատարենք վարժան, որտեղ մեր այս գիտելիքները, որոնք բանավոր կատարեցինք, արի տղա ջան, սանտիմետրը գումարած 1.7 սանտիմետրը փոքր է, քան 7.7 սանտիմետրը, շարունակում ենք ոչ։ նշիր, ոչ, հաջորդ հարցը կարդում ենք, ստուգենք, այո, ճիշտ է, հաջորդ հարցը հարմարեցրու, ով է ուզում կարդալ, տեղից կարդացենք, տեսնենք, ով է հասկանում, կա, արի, Էդուարդ ջան, արի, հարցը կարդա։ Գտի թե x կողմի երկարությունները, որ միջակայքի կարող է բարեկամել։ Առաջին կողմը 8 սանտիմետր է, երկրորդ կողմը 4 սանտիմետր, պետք է գտնենք x-ի միջակայքը, Ահա, պետք է
Անի գործողությունը կատարի։ Ինչ եք մտածում, գործողությունը կատարի։ X-ը պետք է փոքր լինի այս երկու կողմերից հիմա։ Գրի, X-ը փոքր է, պետք է փոքր լինի։ Այսինքն X-ը պետք է փոքր լինի 12-ից, Այո, և պետք է մեծ լինի ահա 4-ից, ինչի համար 4-ից, ասա, որտեղ դրանց գումարը պետք է 8-ից մեծ լինի, գրում ես X-ը մեծ պետք է լինի, 4-ից որտեղ գրում ես, ճիշտ է, X-ը մեծ պետք է լինի, 4-ից, գրի, նշի, Հիմա, ով կարող է այս երկու վարժությունները, որ կատարեցին գրատախտակի, պաստանի վրա ցույց տալ, որ թեորեմին է համապատասխանում։ Թեորեմը գտնում եք, որ թեորեմի շնորհիվ են մենք այս գործողությունները կատարում։ Ասեք, ասա, Երակյան անհավասարությունը ամենավերջի թեորեմը։ ամենավերջի թեորեմը, Նարինե ջան, նարին ցույց տուր, ամենավերջի թեորեմը, նարին ցույց տուր, հա, նարին նկարը ցույց տուր, կարդա, Այստեղ տեսնում ենք, որ երակյան յուրաքանչյուր կողմ փոխելու թեորեմի գումարը։ որտեղ է գրված այն անհավասարությունը, Երակյան անհավասարությունը։ չէ, բանաձևերը որտեղ է գրած, այո, դա է, նստի։ Հաջորդը, ով է գալիս, հաջորդ թեստը, կարող է եռանկյան կողմերը լինել 2,8 սանտիմետր, 4 սանտիմետր և 2,8 սանտիմետր, 8 սանտիմետր, կարող է արի, Այո, կարող ենք, քանի որ եթե մենք 2,8 գումարենք որը մեծ է 4-ից, եթե մենք 4-ի գումանենք 2,8 մենք ստանանք 6,8, որը մեծ է 2,8։ Ապրեշա, նշի, այո, որովհետև ինքը ցույց տվեց այն անհավասարությունը, որտեղ վերջի թեորեմն է ներկայացած։ Հաջորդը սեղմեցի, հիմա այս հարցին է պատասխանը, անցնենք մեր պաստանի վրա ներկայացված հաջորդ թեորեմների գործողությունների կատարմանը, խնդրի տեսքով։ Ով է կարդում ու ով է ուզում ներկայացնել, գիտեք, մի սահմանափակվեք, գիտեք, նայեք, կարդամ, գտիր, թե X կողմի երկարությունը որ միջակայքի կարող է պատկանել։ Եկեք միասին քննարկենք, եթե արի։ Խոսի, X-ը պետք է փոքր լինի 9,6-ից, որտեղ կողմը մի փոքր է մյուս երկու կողմերի գումարը։ հետո, Իսկ մեծ պետք է լինի 1,6-ից, որովհետև նա չի կարող փոքր լինի, ես երկու կողմերի յուրաքանչյուրից, ճիշտ է, գրի նշում եք, ու վերջացնենք այս թեման, անցնենք մյուս թեորեմներին վերաբերվող մեր խնդիրների լուծմանը։ Նստի։ Ձեր հետ անցնում ենք պաստանի վրա ներկայացված առաջին թեորեմի կիրառությանը խնդիրների լուծելուց։ Ով կարող է եռանկյան ներքին անկյունների գումարի մասին թեորեմը նորից ասել։ Ասա դու աղջիկ ջան։ Երակյան անկյունների գումարը հավասար է հաջորդություն
180 աշճան։ Լավ է թեորեմն է։ Հիմա այդ թեորեմի շուրջ վարժություն ենք կատարում, որը հիմա ցույց կտամ ձեզ, տեղը կատարում ենք պատասխանները ինդեքսները տարածում։ Կարդացեք, ով է ուզում կարդալ ինչ է գրված։ Կարդալ։ Եռանկյան x մեծությունը հետևյալ եռանկյան մեջ։ Եռանկյան անկյունների չափերն են 40-ը, 2 աստիճան 106 աշճան։ Հաշվարկեք, ասեք տեսնենք, անկյուն x-ը քանի աստիճան է։ Տեղում հաշվարկը կատարում ենք։ Ասա տեսնենք։ 92 աստիճան։ Ո՞նց իմացար։ Որտեղ եռանկյան աստիճան 2 բառը 180 աստիճան է։ 106-ի փոխարեն 42, ստանում ենք 148, 180, Ապրես շատ ճիշտ է, բայց եռանկյան անկյունների աստիճանների գումարը։ Ներքևը տեսեք, ճիշտ ինքը որոնք բացատրեց, այդպես գրված է։ X-ի գումարած 42, գումարած 106, հավասար է 180 աստիճան։ Ճիշտ է։ Իր ասած այդպես է գրել։ Այո։ Հաջորդ ենք կարդում։ Գտի տրված եռանկյան x մեծությունը, եթե անկյուններից մեկը 37 աստիճան է, մյուսը 56 աստիճան։ Հաշվարկեք, ով է ուզում գալ գրի։ Արի տղա ջան։ Նշով է, կարող եք նույնիսկ նշել։ Այն մեկը բացատրված է, ես չէի ուզում։ Բաստում է, դրա համար։ Բացը խոսի, գրի նոր խոսի, լավ։ 87 աստիճան, եռանկյան անկյունների գումարի հարություն, 37-ին գումարում ենք 56 անում 93, տաղուսից անում ենք Ապրեշա, սուկ ենք, տեսնենք անկյան չափը, ճիշտ ես, հաջորդ հարցը, ահա։ Նայում ենք, գտի տրված անկյան x մեծությունը, ինչպիսի անկյուն է սա, ով կարող է ասել, ինչպիսի անկյուն է տեսքը, ուրիշ, ինչպիսի անկյուն է, անկյան տեսակները վեր հիշելու համար, բոլորը գիտենք, ինչպիսի անկյուն է, ասա աղջի ջան, ինչի ձեր բարձրացեք, բոլորը տեղյակ են, բութանկյուն եռանկյուն է, ինչի համար է բութանկյուն, կամնի ոտքի դու ասա, ինչու համար է բութանկյուն եռանկյուն, քանի աստիճան է, 112 աստիճան է, այն ով կսահմանի բութանկյուն եռանկյունը որն է, ասա, նսում ես տղան կամնի, 90 աստիճանից մեծ է, 112 աստիճանը 90 աստիճանից մեծ է, հիմա ասա, որ եռանկյունն է բութանկյուն եռանկյուն, կրկնի, անկյունների մեկը, 90 աստիճանից մեծ, նորից կրկնի, այն անկյունը, որի այն եռանկյունը, որի անկյունների մեկը, 90 աստիճանն է, 90 աստիճան, անկյան x մեծությունը, արի տղա ջան, տեղում աշխատեք, տեսեք ինքը բանավոր է, ցանկացա, բանավոր, Պետք է 103 աստիճանը գումարենք 33 աստիճանից, ստանում ենք 135 աստիճան, իսկ քանի որ եռանկյան անկյունների գումարը հավասար 60 աստիճան, պետք է 60-ից անենք 136, տես ինչ ենք ստանում, x ինչ ենք ստանում, 44 գրի, 180-ից 136, 44 աստիճան, շատ լավ, այս թեորեմին էլ անդրադարձանք, մնաց վերջի թեորեմը, ավելի մեծ անկյան դիմաց, ավելի մեծ կողմը, անցնենք առաջ, մենք ամփոփեցինք եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչության վերաբերող թեմա, այսպես առաջին թեորեմը, որ պետք է հստակ իմանալ եռանկյան անկյունների գումարի մասին է, երկրորդ թեորեմը, որը վերաբերում է եռանկյան արտաքին անկյանը։
դիմացի անկյունն ավելի մեծ է։ Եվ հակառակը ավելի մեծ է։ Եվ հավասարացնության հակադարձները Եվ վերջինը հենց երանգյան կողմերին վերաբերվող, կողմերի անհավասարությանը վերաբերող թեորեմը երկու անկյունը պետք է երկու կողմերի երանգյան յուրաքանչյուր կողմը փոքր է մյուս երկու կողմերի գումար։ Ապրեշա, վերջ այս կազմը տնային աշխատանքը հանձնարարված